ԵՏՄ անդամ երկրները չեն կարող Հայաստանին դուրս հանել միությունից, Ազատության հետ զրույցում հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը, իսկ Երևանի օրակարգումս նրա այս պահին կառույցից դուրս գալու հարց չկա։ Միրզոյանն այսօր պնդում էր, որ ինքն էլ չի հասկանում, ինչ նկատի ուներ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, երբ երեկ ասում էր մայիսի վերջին Աստանայում ծրագրված Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովի ընթացքում քննարկվելու է նաև կազմակերպությունում Հայաստանի կարգավիճակի հարցը։ Միրզոյանից Ազատությունը այսօր հետաքրքրվել է, Երևանը տեղեկացված է, հնարավոր է միությունը լքելու հարց դրվի։ Հայաստանը ԵՏՄ լիարժեք լիիրան անդամ է, ինչ կա քննարկելու։ Այլևս լիարժեք անդամ չլինելու հարցն է։ Ում կողմից։ ԵՏՄ անդամ երկրների։ Չկա այդպիսի բան կանոնադրական նախատեսված։ Դա մեր կողմից կարա քննարկվի, եթե մենք հանկարծ մի օր որոշում կայացնենք չլինել ԵՏՄ անդամ։ Այսինքն Հայաստանի մասին մյուս երկրները չեն կարող որոշել։ Խոսել միշտ կարող են, մենք էլ կարող ենք մասնակցել ցանկացած թեմային խոսակցության, բայց մեր օրակարգում այս պահին ԵՏՄ-ից դուրս գալու խնդիր դրված չի եւ հետեւաբար այդ հարցը քննարկումը շատ սիրողական կամ չգիտեմ փիլիսոփայական բնույթ կարա կրի։ Միրզոյանն այսօր ԵՏՄ կանոնադրությանն էր հղում անում, դրանով ասում էր նախատեսված չէ, որ անդամ երկրները կարող են դիտարկել մեկի լիարժեք անդամ չլինելու հարցը։ Իրավունք ունի ըստ կանոնադրության նաև վետոյի իրավունք ունենալ Հայաստանը։ Բոլորը հավասար ձայն իրավունք ունեն եւ կազմակերպության անդամությունից որևէ մեկին զրկելու բան, որքան ես հիշում եմ, նախատեսված չի անգամ։ Եվրասիական տնտեսական միության պայմանագրով երկիրն ինքը պետք է ցանկանա անդամությունը դադարեցնել, բայց անդամները կարող են տարբեր ապրանքների ներմուծումների համար սահմանափակումներ կամ ավելյալ ստուգումներ մտցնել։ Հայ-ռուսական լարվածության շրջանում հայ գործարարները կամ բեռնափոխադրողները պարբերաբար ահազանգում են արտահանման դժվարությունների մասին։ Ավելին Կրեմլում Փաշինյանին ընդունած Պուտինն անձամբ էր հիշեցրել, որ Ռուսաստանը Հայաստանին գազը ցածր գնով է վաճառում։ Цены на газ, скажем, Россия продает газ Армении 177,50. Разница большая. Ռուսաստանցի պաշտոնյաների ԵՏՄ-ի եւ Եվրամիության միջև արագ ընտրություն կատարելու կոչերը հաջախակիացան Հայաստանում Եվրամիության բարձրաստիճան հյուրերի մասնակցությամբ մայիսին անցկացված երկու գագաթնաժողովներից հետո, մեկին նաև Ուկրաինայի նախագահն էր մասնակցում, ինչի դեմ անթաքույց դժգոհեց պաշտոնական Մոսկվան։ Մոսկվայից պնդում են երկու աթոռին միաժամանակ հնարավոր չէ նստել։ Հայկական կողմը հայտարարում է, որ նրանք անցնում են ԵՄ ստանդարտներին, սակայն շարունակում են օգտվել այն արտոնություններից, որ տրամադրում է ԵԱՏՄ-ն։ Լավ կլիներ, որ Հայաստանն արագ կողմնորոշվեր։ Վերջինը Ռուսաստանի կառավարությունում ԵՏՄ-ի հարցերով զբաղվող փոխվարչապետ Օվերչուկի կողմնորոշվելու կոչն էր, զուգորդված Հայաստանի կարգավիճակի հարցի քննարկման անոնսով։ Ասելու նոր բան չունենք, բացի նրանից, որ մեր համագործակցությունը կազմակերպության եւ կազմակերպության անդամ պետությունների հետ ամբողջական ծավալով ֆիրհունով ընթանում է։ Երևանից նույն պատասխանն է հնչում. ԵՏՄ-ից չեն պատրաստվում դուրս գալ, Եվրամիության հետ հարաբերությունները կշարունակեն խորացնել, երբ գա ընտրության պահը կհայտարարեն։ Իսկ վարչապետ Փաշինյանն այսօր եւ բողոքեց ընդդիմադիրների շարքերում ռուսական հատուկ ծառայության գործակալներից եւ հայտարարեց, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում ոչ մի կտրուկ գործողությունների չեն գնալու, հակառակը հարաբերությունները խորացնելու են։ Երեկ ասում էր մեջբերեմ գործակալներին Հայաստան ուղարկելը այդքան էլ գործընկերային չէ։ Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ ես ունեմ ընկերական հարաբերություններ բառից բուն իմաստով եւ Ռուսաստանին պետք է վերաբերվել հարգանքով, ակնածանքով, ինչպես գերտերությանն են վերաբերում եւ ես այդպես էլ վերաբերվում եմ ոչ միայն Ռուսաստանին, այլև Ռուսաստանի նախագահին եւ Ռուսաստանի կառավարության ղեկավարին։ Բայց ես իրանց մի բան եմ ասում եմ մենք Ռուսաստանի շահերը վնասելու համար երբեք չենք արել ոչ մի բան ու չենք անի։ Ռուսաստանի փոխվարչապետի բազմանշանակ հայտարարության ֆոնին, թե Աստանայում ԵՏՄ ղեկավարները Հայաստանի կարգավիճակի հարցն են քննարկելու, արտգործնախարար Արարատ Միրզոյանը չի կարծում, թե վարչապետ Փաշինյանը որոշումը կփոխի եւ այնուամենայնիվ ինքը կգնա Ղազախստան։ Քարոզարշավի համար արձակուրդ վերցրած վարչապետն ասել էր, իր փոխարեն փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կմասնակցի Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովին։